Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը փոփոխական է, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլոք-արտուղար Դիմիտրի Պեսկովը։ Նրա գնահատմամբ ռազմաճակատում այս դինամիկությունը վկայում է Կիևյան ռեժիմի դիրքերի անխուսափելի վատթարացման մասին։ Խորը սխալ պատկերացում է, որ այս պատերազմում Ուկրաինան կարող է հաղթել, դա ամենախորը մոլորությունն է, որին կարող է տրվել եւ տրվում է Կիևյան ռեժիմը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Դիմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով պատերազմի հավանական դադարեցմանը, նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության հնարավորինս արագ ավարտով, սակայն միաժամանակ Ռուսաստանը կարևորում է իր առաջնային նպատակները։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, եւ այն կարող է ավարտվել, երբ Ռուսաստանը հասնի իր նախապես սահմանված նպատակներին, հայտնել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին եւ երկկողմյա ծանր հետևանքներով շարունակվում է առ այսօր։